իսկ չկան այսպես ավելի վտանգավոր մթերքներ, օրինակ ասում են կծու, թթու, աղի, հա, համեմունքներից պետք է խուսափել լյարդին չվնասելու համար, սա միֆ է։ Գիտեք, բերեք գնանք մեր սեղանին մոտ, հացը, քաղցրը, ճարպերը շատ ավելի վտանգավոր են, քան ձեր նշած այդ բաները։ Այդ իսկ պատճառով չափի մեջ ուտելը, ուտելու կուլտուրան, մշակույթը, ուտելու հաճախականության մշակույթի ներդրումը, դա հաջողության գրավականն է։ Երբեք չենք ասում չենք նիհարում, չկա այդպիսի բան։ Երբեք չենք ասում չի ստացվում։ Ինքը պետք է ստացվի եւ լավագույն մեթոդը ճարպակալման, բուժման դա քաշի նվազումն է։ Նույնիսկ 5-ից 10% քաշի նվազումը բերում է ճարպերի ինֆիլտրացիայի պակասի եւ այնտեղ լյարդում առաջացած այն փոփոխությունների նվազման, այնպես որ իսկապես պետք է ունենալ համբերություն եւ կամքյուշ։ Եվս մեկ անգամ շեշտենք ալկոհոլի մասին, որը չարիք է լյարդի համար, իսկ եթե գումարենք էներգետիկ ըմպելիքները, որոնք նաեւ ալկոհոլային տարբերակով են լինում, այստեղ կրկնակի հարված ենք հասցնում լյարդին։ Միանշանակ